ընթացքությունից աշխատած է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական, Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարի խորհրդական, Եվրոպայի անվտանգության և համախոհության խորհրդության մեջ, Հայաստանի Հանրապետության մարտիրոսության ղեկավար։ Մասնակցած է ԵԱՀԿ-ի խմբի բանակցություններում։ 1994 թվականի գիտական և հասարակական խորհրդանշության։ Շահելով Քարնեգի IRSP ու Ֆուլբրայթի անունով ամերիկյան և Ալեքսանդր Օնասկի անվան հիմնական ուսումնասիրությունները ռազմավարական հարցերով գիտող շուրջ 2 տարի ուսումնասիրություններ ղեկավարել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու Սիրակյուզ և Ստանֆորդի համալսարաններում և Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում մեջ։ Դոկտոր Աթազյան բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկած արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներու և Սփյուռքի համայնքային կենտրոններում մեջ։ Աշխատած է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի քարտոնան հետազոտություններու կենտրոնի մեջ որպես ավագ ուսուցչական, Երևանի պետական համալսարանի մեջ որպես պատմության գրագիտության դասախոս և Հայաստանի Հանրապետության կառավարման առարկաների մեջ որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թվականներուն եղած է Եվրոպական հանձնաժողովի հովանավորության փորձով քարոզարշավ Հայաստանի մեջ կոռուպցիան, խրախուսող իրավական և սոցիալական պայմաններու դեմ ծրագրի ղեկավար։ Դոկտոր Աթազյան շարքը գրքերու և բազմաթիվ հոդվածներու հեղինակ է։ Հարցումներու արիթ դեպի դասախոսությունների հետ այժմ խոսքի կհրավիրեմ Ես նստած եմ խոսելու, որովհետև գրավոր նյութեր կան, որոնք պետք է օգտագործեմ։ Մի խնդրանքել, այս առաջին շարքը դատարկ է։ Եթե կարելի է խնդրում առաջ անցեք, որպեսզի ավելի առաջին երկրորդ շարքը Շատ վաղ եմ այսօր ձեր կենտրոնում մեր հանդիպման համար։ Այսօր թեման ընտրել եք դուք, ես վաղուց աշխատում եմ այդ թեմայով, արևմտյան ակադեմիական շրջանականները և արևմտյան մամուլը Հայաստանի, Արցախի, առհասարակ հարցի մասին ինչպիսի վերաբերմունք ունի, ինչպես է արտահայտվում, ինչ ուղղություններ կան։ Պետք է ասեմ, որ սա երրորդ դասախոսությունս է, եթե առաջինը բավական ծանր թեմա էր, բայց թեմա էր այն առումով ծանր, որ նկարագրում էր այսօրվա իրավիճակը լուրջ ծանր գույներով։ Երկրորդ դասախոսությունը, երեկվա դասախոսությունը ավելի թեթև գույներով ներկայացնում է մեր պատմության ուժեղ կողմերը, այսինքն եթե առաջին դասախոսությունից հետո նախնիկ մի քիչ գուցե տխրել էին, չասեմ ընկճվել էին, երկրորդ դասախոսությունից հետո հիմնականում երիտասարդներ էին, ոգևորված էին ավելի ես նկատեցի, աչքերը ավելի փայլատակում էին, վախենում եմ, թե այսօրվա դասախոսությունից հետո նույնպես կլինեն ոչ այնքան դրական զգացմունքներ։ Այնպես որ նախապես զգուշացնում եմ։ Ուրեմն խնդիրը երկու մասից է բաժանված, հենց վերնագրի մեջ, որը դուք եք ընտրել, ակադեմիական և մամուլ։ Սրանք իհարկե փոխկապակցված են։ Փորձենք
այնուամենայնիվ առանձին փորձենք դիտել, սկսենք ակադեմիականից։ Առհասարակ Հայաստանը 19-րդ դարից սկսած արևմուտքում դիտվել է որպես Ռուսաստանի դաշնակից։ Հայերը դիտվել են որպես Ռուսաստանի դաշնակից, հատկապես այն պահից, երբ Ռուսաստանը եկավ անցավ Կովկասի լեռնաշղթան, Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ և ռուսական ու անգլիական բրիտանական կայսրությունների միջև սկսվեց այսպես կոչված մեծ խաղը, Great Game։ Այդ պահից 19-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը հայերը դիտվում են որպես Ռուսաստանի դաշնակից։ Սա իր հետ բերել է հետևանքներ և հետևանքների ավելի մեծ մասը գալիս է սառը պատերազմի տարիներից, երբ Հայաստանը արդեն սովետական միության մաս էր, իսկ Թուրքիան Հայաստանի ավանդական թշնամին ՆԱՏՕ-ի մաս էր։ Այդ տարիներին, եթե հիշենք, 46 թվականին Խորհրդային Միությունը ներկայացրեց 45 թվականին, Պոտսդամի կոնֆերանսում արդեն ներկայացրեց պահանջ Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ, Կարսի արտահանաշրջանները վերադարձնելու Խորհրդային Հայաստանին։ Այդ պահանջը իհարկե անմիջապես մերժվեց, եթե նախագահ Տրումենը այդ պահին դեռևս չեզոք դիրքեր բռնել այդ պահանջի նկատմամբ, Ուինստոն Չերչիլը շատ կտրուկ պաշտպանեց Թուրքիային։ Կարելի ասել այդ պահից սկսած, և դրանից էլ շուտ թուրքերը վարում էին կազմակերպված հակահայկական քարոզչություն արևմուտքում, այդ պահից սկսած արդեն Թուրքիայի և արևմուտքի տեսակետները էլ ավելի ներծեցան այս հարցում, որովհետև Խորհրդային Միությանը տալ ինչ-որ տարածք սառը պատերազմի տարիներին դա նշանակում էր պարտություն արևմուտքի համար։ Այս քաղաքական, աշխարհաքաղաքական, գեոպոլիտիկ զարգացումները իրենց անդրադարձն ունենացան անմիջականորեն հենց ակադեմիական դաշտի վրա։ Գիտեք, ասում են, թե Խորհրդային Միությունում գիտությունը, հասարակագիտությունը հատկապես ամբողջությամբ ենթակա էր քաղաքական վերահսկողությանը, գաղափարական վերահսկողությանը, դա ճիշտ է։ Դա ճիշտ է, Խորհրդային Միությունում ստեղծվել էին տարբեր ինստիտուտներ, որոնք ծառայում էին Խորհրդային Միության պետական շահերին, համագործակցում էին Խորհրդային Միության պետական մարմինների հետ, օրինակ ասենք Կանադայի և Միացյալ Նահանգների ինստիտուտ, հենց այդպես է մինչև այսօր գոյություն են Ռուսաստանում, ինստիտուտ США-ի Կանադի, որը բնականաբար սպասարկում էր Կրեմլի պետական շահերը։ Բայց փաստն այն է, որ արևմուտքում նույնպես կային նման հաստատություններ,